Կոմիտասի թանգարան ինստիտուտը հետադարձ հայացքով վերադառնալով հայ գրքի նկարազարդման լավագույն ավանդույթներին, երբ գիրքը հրատարակվում էր Սարյանի, Կոջոյանի, Արուջյանի եւ Խաչվանքյանի հրաշալի ձևավորումներով, մեծերի այս շարքից ներկայացնում է նաեւ Գրիգոր Խանջյան գրքի նկարազարդողին, մեկ նախագծում ցուցադրելով Սևակի անլռելի զանգակատուն պոեմի խանջանական պատկերազարդումները։ Խանջյանը, որ Աբովյանի Վերք Հայաստանից մինչև ազգային էպոսի բարձրարվեց նկարազարդումների հրաշալի փորձառություն ուներ, Սևակի պոեմի դեպքում հաջողեց մեր երաժշտական հանճարի իրապես բացառիկ եւ բոլոր սերունդների հայերին հարազատ կերպար ստեղծել։ Երբ որ լույս տեսավ անլռելի զանգակատունը, կարծես թե ովքեր որ կարդում էին, ամեն մեկը պատկերացնում էր իր Կոմիտասին։ Երբ որ լույս տեսավ Խանջյանի նկարազարդումներով անլռելի զանգակատունը, բոլորի համար Խանջյանի Կոմիտասը դարձավ Կոմիտասի կերպար։ Ցուցադրական հարուստ նյութը տրամադրել է Խանջյան ընտանիքը, նկարչի դուստրը Սեդա Խանջյանը։ Առաջին անգամ ցուցադրվում են հենց անլռելի զանգակատան համար արված շուրջ 4 տասնյակ էսքիզներ եւ օֆորտի թերթեր, նաեւ արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր։ Ցուցադրական շարքը եզրափակվում է եզակի մի ցուցանմուշով, անլռելի էջերից մեկն է, Սևակի ձեռագիր մակագրությամբ, որը մշտապես կախված էր Խանջյանի արվեստանոցում եւ որում պոետը գրաբարով գրել է «Քո ստեղծածը քեզ եմ վերադարձնում»։ Ցուցադրվում են նաեւ անվանաթերթերի էսքիզները, որոնցում գլխատառերը գրել է Խանջյանը, իսկ Սևակն արդեն ձեռագիր շարունակել է դրանք։ Ինքը Պարույրին բաժանել է թերթիկներ եւ խնդրել էր, որպեսզի այդ համազանգերի ղողանջների անվանումները Պարույրը ինքը գրի իր ձեռագրով։ Եվ շատ զարմացել էր, երբ Պարույրը, այսպես ասում է, աշակերտի նման խելոք գեղեցիկ ընթեռնելի ձեռագրով բերել էր այդ օրինակները եւ երբ որ հայրիկը ընտրում էր, թե որը գրքի մեջ տեղադրեր, ասում է շատ հետաքրքրությամբ նայում էր, թե ինչու այս եւ ոչ թե այն, ուրեմն ինչու է հենց սա ընտրում եւ այստեղ հենց Պարույրի ձեռագիրն էլ դուք կտեսնեք։ Գրիգոր Խանջյան 100 նկարիչը եւ գիրքը ցուցահանդեսում համադրվել են Խանջյանի երկամյա ոգեշունչ աշխատանքի ընթացքն ու այն արդյունքը, որն առ այսօր գրքի ձևավորման արվեստի անկերազանցելի նմուշներից է։ Գրքային գրաֆիկայի գլուխգործոցներ, որոնք վաղուց արդեն հատել են զուտ թեմատիկ ձևավորման սահմանակիցը։ Պարույր Սևակի հետ այնքան սերտ է եղել նրա համագործակցությունը, որ նա Պարույր Սևակի միջոցով մտել է կոմիտասյան աշխարհ եւ ստեղծել այնպիսի մի նկարազարդում, որ առ այսօր չի կորցրել իր արդիականությունը եւ կոմիտասյան կյանքի շրջափուլերը, Կոմիտասը իր ամբողջ բազմազանության, իր գեղեցկության, իր խորության, Կոմիտասը իր հայրենիքի մեջ ներդաշնակորեն պատկերված, իհարկե խանջանական այս շարքը անուրանալի հետք է եւ առ այսօր չգերազանցված է։ Այս ցուցահանդեսը լավագույն վկայությունն է, որ անլռելի զանգակատունն այն երջանիկ բացառություններից է, երբ պոետն ու նկարիչն աշխատել են կատարյալ համախոհությամբ, կիսելով գլուխգործոցի հեղինակային իրավունքը։ Նունե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։